Բարև ձեզ եկեղեցի, մենք Բելգիայից ենք եկել և անցած տարի, չէ 2 տարի առաջ պետք է ծառայեինք այստեղ, ամսի 25-ին օգոստոսի և ամսի 24-ին մեր Դեբորայի մոտ հայտնաբերեցին ուռուցք և այդ ուռուցքով մենք շատ հապճեպ գնացինք ետ Բելգիա և այնտեղ հայտնաբերեցին 4-րդ ստադիայի քաղցկեղ մետաստազներով։ Գիտեք, մենք ծառայում ենք մեր փոքր տարիքից, 16 տարեկանից ես ծառայում եմ Տիրոջը և երբեմն խնդիրներ ա լինում հարցեր, ինչի համար, բայց Աստված գիտի, ես այդ հարցը չեմ տվել Աստծուն, բժիշկներ ասեցին, որ ձեր բալիկը չի ապրի, մենք պայքարում ենք արդեն 2 տարի և նրանք տվել են քիմիաներ, ճառագայթներ, ծառայողներ կան, որ ասում են դա Աստված չի արել, դա քիմիաներն են արել, բայց ամեն բարի տուրք գալիս է մեր Տիրոջից, հավատում ենք, ու այսօր այո ամբողջ փառքը մեր Տիրոջը, գիտեք երբ որ նման իրավիճակներում ես հայտնվում Ջեհովա Ռաֆա անունը մի այլ կերպ ես դու ընկալում, դու կանչում ես նրան մի այլ կերպ, դու հավատում ես նրան մի այլ կերպ, դու կառչում ես նրանից մռնչացող առյուծի պես, դու ուզում ես ամեն բան անես, որ քո բալիկը առողջանա, և այսօր մենք ունենք արդեն 2 տարի մաքուր ռեզուլտատներ, ինքը բժշկված է և ես հռչակում եմ, և ուզում եմ փառք տամ մեր Տիրոջ, ինքը արժան է փառքի ու երկրպագության, և գիտեք սրտիս կարևոր ես խոսքը ով կիսվեի վկայությունով, եթե կան այստեղ հիվանդներ, հավատացեք, չվախենաք, գիտեք բժիշկները մեզ ասում էին, որ չի բուժվի, ես ասում եմ իմ աղջիկը բուժվելու է, նա ապրելու է և Տիրոջ գործերն է պատմելու, և ինքը պատմում է, և ինքը պարում է Տիրոջ համար, աղոթում է, և մենք դեռ տեսնելու ենք Տիրոջ մեծ գործերը, փառք մեր Տիրոջը։ Շնորհակալություն Վարդուհի ջան, Աստված օրհնի։